Բաքվից Երևան հասնող գնացքները դատարկ են հետ դառնում, չնայած նախորդ տարեվերջից Հայաստանն ադրբեջանական նավթամթերք են ներկրում։ Մեր երկրից այդպես էլ որևէ ապրանք չի արտահանվում ադրբեջանական շուկա։ Որտեղ նախորդող շրջանում մեր տնտեսությունը ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացել։ Սա առաջին հիմնավորումն էր, որ կառավարությունից լսեց հայ հասարակությունը, հետո արդեն նաև տեղեկացանք, որ ապրանքների փոխարեն առայժմ Երևանից Բաքու ցուցակ են ուղարկում, հասկանալու թե Բաքվին հատկապես ինչը կհետաքրքրի հայկական շուկայից ձեռք բերելու համար։ Հիմա անկեղծ ասած տենց պրոցեսներ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ ձեռք բերելու եւ ինչ վաճառելու եւ ինչ գնելու հարցում են հետաքրքրված եւ process գնում է։ Այլումին, փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենթանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տեքստիլ արտադրանքներ։ Սա այն ցուցակն է, որ Երևանն առաջարկել է Բաքվին։ Էկոնոմիկայի նախարարն էր պարզաբանել է, այս ապրանքները մենք արտահանում ենք, իսկ Ադրբեջանը ներմուծում։ Հետազոտում ենք, քննարկումների մեջ են, բայց փաստացի այս գործընթացի մեկնարկից շուրջ 3 ամիս անց Հայաստանից այդպես էլ որևէ ապրանք չի մտել ադրբեջանական շուկա։ Արտգործնախարար Միրզոյանի խոսքից հնարավոր է ենթադրել, պոտենցիալ ապրանքների շուրջ քննարկումները դեռ չեն էլ ավարտվել։ Այսօր երկու երկրները քննարկում են նաև այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է, որ կարող են էլի հետաքրքրություն փոխադարձ ներկայացնել իրար ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը, սա շատ շոշափելի վկայություն է խաղաղության եւ նաեւ մի կողմից վկայություն է ուրեմն խաղաղության, մյուս կողմից իր հերթին գալիս է ուրեմն հակադարձ բանով ազդեցությամբ ամրապնդել այդ խաղաղությունը։ Եվ չնայած արտգործնախարար Միրզոյանի այս վստահությանը հիշեցնենք, որ օրերս էլ Բաքվի կառավարությունն էր գնացել Միրիմեջլիս Ալիևի падգամավորներին զեկուցելու նախորդ տարվա աշխատանքի հաշվետվությունը եւ այդ ժամանակ բաց ուղիղ տեքստով ադրբեջանական իշխանությունը ձևակերպել էր ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջև տնտեսական եւ առևտրային կապերի հաստատման կարեւոր քայլ։ Իրական տնտեսական գործընկերության կամ համագործակցության մասին բոլոր խոսունքները ընդհանրապես ֆոնային քարոզչական նկատառումներով են իրականացվում։ Փորձագիտական համայնքում հակված են Հայաստան ներմուծվող ադրբեջանական դիզվառելիքի գործարքը հենց առևտրային համարել։ Համոզված են ծավալները փոքր են նույնիսկ այն տնտեսական համարելու համար, ուր կմնան բարիդրացիության ու խաղաղության հիմնավորումները, հարցնում են մասնագետները։ Այնպես չի, որ Ադրբեջանը ինչ-որ տնտեսական ապրանքների շարք ունի, որի պահանջարկը մենք ունենք, կամ հակառակը։ Մենք էլ չունենք որ հաշվով արտադրելիք եւ արտահանելիք ինչ-որ մի բան, որը կակտիվացնի մեր երկու պետությունների միջև տնտեսական։ Բայց այդ բոլոր խնդիրները դրանք խոսության ընդամենը է։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն հաստատված չի, իսկ այդ հաստատված չի։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ։ Տնտեսական գործակցության մասին խոսույթը ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը մնում է թղթի վրա։ Արդյոք այս երկխոսությունը կվերածվի իրական տնտեսական կապերի։ Փաստացի կախված է ոչ միայն շուկաների պահանջարկից, այլև քաղաքական որոշումներից։ Մինչև այդ Երևանից Բաքու հետ դարձող գնացքները շարունակում են ճանապարհ ընկնել դատարկ առանց բեռի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները Հայաստանի շահերի համար են, լրագրողների զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ կառավարությունը այս գործընթացը նախաձեռնել է մեր երկրի գոյության համար, որ տարածաշրջանում որևէ երկիր մեզ իբրև վտանգ չդիտարկի։ Լրագրողները սակայն ազգային ժողովի նախագահին հիշեցրել են, 2 տարի առաջ նա այն համոզմանն էր, որ Սահմանադրության փոփոխությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում պետք է լինի երկկողմանի, եւ մենք փոխենք այն եւ Ադրբեջանը, որն ամբողջ Հայաստանի նկատմամբ հավակնություններ է ներկայացնում բարձրագույն օրենքով, ինչին ի պատասխան Սիմոնյանը հայտարարել է, որ քաղաքական գործչի համար փոխվող աշխարհում չփոխվելը ամենավատն է, որ կարող է պատահել։ Մենք այդ սահմանադրությունը փոխում ենք, որովհետև Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա,
Ամերիկան եւ Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա եւ ինչպես Կարինեն արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Ես չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք եւ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա եւ խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ 2023 թվականի իրադարձություններից հետո Հայաստանի անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Ես շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու եւ այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի առյուծի բաժինը դա կարող է լինել 80%, կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Չնայած Թուրքիայի նախագահ Էրդողանը այս տարեսկզբի համար խորհրդանշական քայլեր էր խոստանում կատարել մեզ հետ հարաբերությունների կարգավորման համար, տարվա 3-րդ ամսվա ավարտին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նորություն չունի Երևան-Անկարա շփումների հետ կապված, թեպետ թուրք գործընկերոջ հետ օրերս զրույց է ունեցել։ Երբ նորություն լինի, կհայտարարեմ, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ռուբինյանը։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա ըստ Ռուբեն Ռուբինյանի Երևանը այս կառույցից դուրս գալու հարց օրակարգում չունի։ Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չենք հայտարարել։ Նախագիծ ազգային ժողովի պատգամով լսում ա եղել, բայց մենք երբևիցե չենք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն երբեք, եթե նկատի ունեք 2015-ից առաջ, երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հայտարարել, որ իշխանության գալուց դեպքում դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Ինչ կլինի, եթե հունիսի 7-ի ընտրություններում հաղթի ընդդիմությունը, չնայած Նիկոլ Փաշինյանը բացառում է դա։ Թույլ տվեք իմ վստահությունը արտահայտել, որ այդպես չի պատահի։ Ժողովրդի հետ ունեցած շփումներն ու տրամադրությունն են Փաշինյանին թույլ տալիս սա եզրակացնել։ Պատմականորեն անհնար է եւ անտրամաբանական է, որովհետեւ դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ 1000 ավելի քան 1000 հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, եւ մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման եւ գոյապահպանության օրակարգի։ Այնուամենայնիվ, ինչ կլինի, եթե ընտրություններում ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, ըստ վերջին օրերի հայտարարությունների պատերազմ։ Հայկ Կոնջորյանի խոսքով աղետաբեր պատերազմ։ Կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերին մեղադրել է խաղաղության վերանայման մեջ։ Ընդ որում հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու եւ այլնի մասին։ Դա այլ կերպ քան պատերազմի ճանապարհ ոտք դնել անհնար է։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի, եւ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Եվ ինչու պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավայրում, որտեղ այնտեղ որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ որտեղ պատերազմի դուռ կա եւ այդ դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տենում ինչ է կատարվում աշխարհում։ Ու նորից Նիկոլ Փաշինյանը թղթապանակից հանում է հայտնի քարտեզը։ Եվ ստեղ է, նոր տեսած ստեղ է։ Ղարաբաղյան շարժման ներքո ըստ Նիկոլ Փաշինյանի մեր երկիրը դրել են օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Ու այս ընտրությանը ըստ Նիկոլ Փաշինյանի ժողովուրդը պետք է պատասխանի հարցին՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե ոչ։ Հա, մենք դա հասկացել ենք շատ ուշ։ Եվ կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Եվ սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը եւ իրավունքները պաշտպանելու համար։ Եվ սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված
տարածքն է։ Երբ որ մենք ինքներս շղթել ենք ուղակի կամ անուղակի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայինորեն ճանաչված տարածք չունի։ Կառավարություն ազգային ժողով այս հարցու պատասխանն էլ անցավ առանց ընդդիմության։ Թրամփը իր համակիրներին ասել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ ձգձգվող պատերազմից եւ ավարտել այն առաջիկա շաբաթների ընթացքում։ Wall Street Journal-ը գրում է, որ Սպիտակ տունը հույս ունի, որ մինչև մայիսի 14-ից 15-ը նախատեսված Թրամփի եւ Չինաստանի ղեկավարի հանդիպումը պատերազմն ավարտված կլինի։ Թրամփը ըստ պարբերականի մասնավոր զրույցներում հայտնել է, որ իր կարծիքով Իրանի հետ պատերազմը գտնվում է եզրափակիչ փուլում եւ նա գտնում է, որ պետք է հավատարիմ մնալ ռազմական գործողությունների իրականացման համար նախկինում հնչեցված 4-ից 6 շաբաթ ժամկետներին։ Ուկրաինային տրամադրվող հետախուզական աջակցության դադարեցման դիմաց Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է դադարեցնել Իրանին հետախուզական տվյալների տրամադրումը։ Հայտարարելով այս մասին Զելենսկին նաև նշել է, որ անհերքելի ապացույցներ ունի Ռուսաստանի Իրանին հետախուզական տվյալներ փոխանցելու վերաբերյալ։ Ռուսաստանը փորձում է ԱՄՆ-ին շանտաժի ենթարկել։ Իմ ձեռքի տակ են մեր հետախուզական ծառայությունների զեկույցները, որոնք վկայում են Ռուսաստանի Իրանին հետախուզական տվյալներ փոխանցելու մասին։ Նա դա անում է եւ ասում, ես չեմ անի դա, եթե Ամերիկան դադարեցնի տվյալների փոխանցումը Ուկրաինային։ Միթե սա շանտաժ չէ։ Իրանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել հարևաններին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Թուրքմենստանին, Աֆղանստանին, Սաուդյան Արաբիային քաղաքացիներին տարհանելու հարցում օգնության եւ հումանիտար աջակցության համար։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք երկխոսություն չենք փնտրում հանուն երկխոսության, մենք չենք նահանջելու մեր օրինական պահանջներից, հանուն պատրանքային հրադադարի։ Ցանկացած որոշում կայացվելու է միայն մեր սահմանների եւ ազգային շահերի լիակատար անվտանգության ապահովումից ելնելով, այլ ոչ թե արտաքին ուժերի թելադրանքով։ Թափառող կենդանիների, մասնավորապես շների ստերջացմանն ու որդեգրմանը վերաբերող խնդիրները կկարգավորվեն օրենքով։ Ազգային ժողովը ընդունել է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին նախագիծը։ Մասնավորապես նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-ից 3 կենդանիների կացարան, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները։ Շնասերները նախագծի քննարկման ընթացքում մտահոգություն են հայտնել, որ դրանով ըստ էության կենդանիների քնեցման հիմքերը կարող են չարաշահվել։ Օրինագծի հեղինակները նշել են, որ օրենքի այն կետում, որտեղ թույլատրվում էր քնեցնել վարակիչ հիվանդություններ ունեցող կենդանիներին, ավելացվել է անբուժելի վարակիչ հիվանդություններ ձևակերպումը։ Օրենքի մեջ կետեր եւ ենթակետեր կան, որոնք կարող էին եւ պիտի փոխվեին, դրանք կլինեին շատ ցանկալի, որ ավելի, ոնց որ ասում են, մարդկային, ավելի բարիդրացիական վերաբերմունքի արժանանային ոչ միայն շները, առհասարակ կենդանական աշխարհը։ Հիմա արդեն ոնց որ պետական համակարգը կսկսի այդ ուղղությամբ աշխատել, այդ ժամանակ կհասկանանք էլի ինչքանով հկների, կենդանասերների եւ առհասարակ մարդկանց ոնց որ սրտից է, հա, այդ ամեն ինչը։ Մարտի 24-ին Նիսան Տիդան Երևան Գյումրի M1 ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում։ Մեքենայում հրդեհ է բռնկվել, ավտովթար հրդեհի հետևանքով էլ 2 հոգի տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Փրկարարծարայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի հրշեջներն են մարել մեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Մինչ դեպքի վարկը ժամանայի ներքին գործերի նախարարության փրկարարծարայության աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները։ Մարտի 23-ին շղթայական վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին բախվել են 31-ամյա Սերգեյի Volkswagen-ը, 36-ամյա Դավիթի BYD-ն, 39-ամյա Հովսեփի Lexus-ը եւ 58-ամյա Արթուրի Nissan-ը։ Նախնական տեղեկություններով Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մեքենաներին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ի դեպ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ, խմացության ամենաբարձր աստիճանի, ինչի համար 1 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Թարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մարտի 23-ին Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում բախվել են Toyota-ն եւ Opel-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կիսակողաշրջված հայտնվել փոսում։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները։ Բժիշկները վիրավորների միջև հիվանդանոց տեղափոխել են տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Եվ արդեն մի քանի օր է վաղաշաբաթ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի խորհրդանիշ համարվող 30-ից ավելի արագիլի բներ հայտնվել են վտանգի տակ։ Ճանապարհների նորոգման ընթացքում նախատեսվում է մոտ 1 մետր հեռացնել 30-ից ավելի բետոն էլեկտրասյուն։ Բնակիչները մտահոգված են, թե ինչպես են անելու այդ աշխատանքները, որպեսզի արագիլների բները չվնասվեն։ Քաղաքացիները բարեխիղճ վերաբերմունք են ակնկալում։ Այս գյուղը նաև հայտնի է Թուրքից անընդհատ զբոսաշրջիկներ են գալիս հատուկ նաև հենց արագիլներին տեսնելու համար։ Ու հիմա եթե այդ բետոնե հենասյուները ոնց են տեղափոխելու, որպեսզի չվնասեն արագիլների բներին։